Անենք Ստեփան ջան, մի քիչ կտանջես։ Այդ մարդը այնքան դուխ ու ռիսկ ունի, ասում է կտանջը։ Նվեր տուն, հայրական, պապական օջախը, նվերը լետոյին, Ֆրանսիայից, հատուկ մեծ սիրով եկել է, որ քո այս նշանադրության գեղեցիկ առիթի, ով էլ չգիտե, ասեմ իմանաք ինձ էլ է տուն խոսք տվել։ Ձյուդո, աշխարհի բազմակի չեմպիոն Տիգրան։ Բարեկամս։ Այս տեսանյութով նայեք, ասի ախպերեսի քիժա, ֆիա փոշով եք էստե։ Ես չէի պատկերացնում։ Ինչ արիմ։ Ախպերներ, բարի օր ձեզ։ Ոնց եք ախպեր, արա ոնց գալիս եմ ձեզ տենում եմ ախպեր։ Բա ուրա գրուզը տանում եք։ Ծանր, հա։ Հա, ընկերներս էին։ Հրաշք այգու, հրաշք Հինդուստանի բարեկամները։ Իսկ մենք բարեկամներ քանի որ գիտենք հրաշք այգու բոլոր անցակետերը գնում ենք մեր սրտի տեղը կանգնենք։ Տենանք մեծ ախպերը ինչ անում, լավ էլ անում, լավ է սով էլի, ճիշտ ձևերով, ահա, հարգանքներս։ Այս հովվան էլ կարելի է կայնել հովվանես։ Լավ անում եմ ես, բայց հով, ախպեր, ջուգիր մանավանդ ամառը շատ ակտուալ է կո։ Պատմեմ ինչի համար ենք եք եստե։ Եկել ենք նշանդել եք ախպերս, հովպարը որոշել է անակնկալանի։ Բայց թե ում հոպարը եւ հարցի թե փեսայի, էդի կճշտենք։ Ոնց որ փեսայի ախպերս, փեսայի հոպան արա փող ունենան էլ բան չի, արա սախտերը փող։ Այս փողը կպել որոշել ես ռեստորանում ֆրֆրաս։ Դե լավ։ Ինչ որ մեկը մտածում է որ Չէ, ախպեր, ոչ ոք չի մտա։ Ուրեմն ես ուզում եմ կեսվեմ ձեզ այդ բարեկամներ, մենք եկել ենք անակնկալ Լետո եւ Մանե։ Տիգրան հորեղբոր կողմից Անակնկալը պետք է անենք Ստեփան ջան, մի քիչ կտանջես։ Դες մի րոպե, մեզ մի հատ հարց է տանջում։ Մի քիչ ուշ եմ ասել, որ հոպարն է, դենենք կստացվի թե չէ, էլի, եթե դե լետո ախպերը սենց շատ լուրջ էլի, չեմ կարա ձգեմ, բայց եթե դες ջոգենք մեր դասարանից է, հաստատ կձգրտենք մի քիչ, սս ուշ կասեմ, էլի։ Պատրաստ ես Հովանես, հրետկա չկա, ախ դու Հովանես։ Իշքան էլ Հովանես, մեկա ես դժգոհ եմ, որտեղ շոքա։ Բարեկամներ, Ֆրանսիայից մարդ է եկել, եւ այդ մարդը հորեղբայր Տիգրանն է, նա եկել է իր շատ սիրելի եղբոր որդու Լետոյի նշանադրությանը, Լետոյի եւ հարցիկա Մանեի, հա, աղջկաս անունը։ Լետոյի եւ Մանեի նշանդրեքին։ Եվ նա չի եկել հենց այնպես, բերել է 5 տարեկան աշխարհի ամենաթանկ նոյ կոնյակը։ Դու գիտես որ ամենաթանկն է։ Ինքը թանկ է, որովհետև սրա մեջ կա փաստաթուղթ, որի հիման վրա Լետոն դառնում է հայրական, պապական տան սեփականատեր։ Մալադես, բայց հալալ է քեզ։ Փոքր ախորը տղան, հա։ Դու ինչ մաղթանքներ ունես, որ այդ Ֆրանսիան նստես նայես ասես, ինչ մաղթեր է։ Մաղթանքներ հիմա ասեմ։ Հա, էլի մի բան ասես, էլի։ Այսօր մեր Լետոյի նշանդրեքն է, մաղթանքները շնորհավոր իրանց նշանդրեքը, թող բախտավոր լինեն, երջանիկ լինեն, մեր նվերը ուրախության վայել են, միջև խոր ծերություն։ Վայել են, ննես բան ես տալի մաղթանք ունեմ։ Հա, ասա։ Մաղթանքներ ունեմ Ստեփան ջան, քեզ քո գործին, քո աշխատանքին բարի ընթացք, շատ հետևորդներ, ուժեղ հետևորդներ, գնալով շատանան հետևորդներդ, առողջ լինես, քո անձնակազմի հետ։ Դե ես էլ ունեմ մաղթանք, դու էլ շատ լավ լինես, ուժեղ լինես, սենց անուշ ախպեր մնաս, այնքան ուժեղանաս, որն որ ասի տուն եմ նվեր տալու, տունը նվեր տա սկիվերը չերևա։ Մեր ազգին միշտ սենց ուրախացնես։ Որա, այս մի անգամից մտնում ազալ։ Արի, տենանք ունեն ծաղիկները ծանոթան, հա, ես հա, մեկ։ Տիգրան բարեկամ ես ծաղիկները վազվերատար։ Մենք հիմա, ապե, բայց են ինչ է, պարում են, գնա տես պարում են նկարի, էլի։ Արե դրել են դե գնան բեր։ Ա, գնան բեր, բաբու։ Բայց խեն տարե դրել է։ Լետոն հիմա դառնում է տանտել, հոպարը գնաց ծաղիկները վազվերան տարած,
Նա չգիտեր որ լողացել են բարդերը։ Գույրիկյանը գեղեցիկ է, գեղեցիկ։ Եկել տարել են են սիրուն անկյունն են դրել, չեն էլ իմացել որ սա անակնկալի կարևորագույն մասերից մեկն է։ Հիմա թող պարեն զույգերը գնանք անակնկալն անենք։ Դե դու գնա վերջ։ Ուրա, թողա։ Ապեր հաստատ մեզ են կանչում։ Բայց չի այսքան վռած, ապեր մի վռազի, նորմալ է։ Արսեն բարեկամս ես ինչ վռած կանչի։ Բայց էլի խնդիր չի, շատ լավ է ամեն ինչ, բարև ձեզ, բարև եք հավաքվել, արգելիներս մեր գեղեցիկ ծափեր տակ մեր։ Գարուներ են իմ սրտում։ Լավ, պետք է ծափեր մի տվեք, սպասեք, հեսա կասեմ ինչ ենք անում։ Եկեք թող ծափեր տան հարցիկի կողմը, հարցիկի կողմն է ծափեր տան։ Ավել իսկ հիմա մենք ուզում ենք լսել մեր նորապենսայի կողմի գեղեցիկ հզոր ծափերը։ Մոթորերը իմ քոլույսով։ Այո, ինչպես նկատեցիք, մեր նորապենսան հաղթեց եւ այդ առիթով ես հիմա նրան ծաղիկներ փոխանցեմ, բայց դուք եք առաջ, չէ՞, ես սիրուն եք։ Եվ այսօր ստեղծվում է հայկական սուրբ օջախ։ Դեժացնես, քանի անկուն գիշեր լուսացրել է։ Որովհետև մեր մշակույթի մեջ ընտանիքը այդպես եղել է ու կմնա եւ այսպես նոր սերունդը ամուսնանալուց ամեն անգամ պետք է պատկերացնի, որ սուրբ օջախ եք ստեղծում։ Աստծո օգնությամբ լինի, բարով լինի ձեր նշանադրությունը։ Հիմա Լետոջան ծաղիկները նվիրի, երկի մեկ պարչի կարա հարցիկին։ Ում քեզ սիրելը իմ խոստումն է, անսահման ամեր սիրո։ Վախենում եմ սայթակել, քեզ հոգիս է փաթաթվել։ Շնորհավորանքներ, ես եկել եմ շատ կարևոր մարդու կողմից ձեզ շնորհավորելու։ Իսկ ով է այդ մարդը այնքան դուխ ու ռիսկ ունի, ասում է կտանջես, մի անգամից չասես։ Ով կլինի, հլասե ինձ, Լետո, բարեկամս։ Գերիտ եմ մնացել։ Չես նկատել դրովա, դե, իսկ ստեղ կլինի, դե ուրիշ տեղ։ Որ դու եկել ես ուրեմն ուրիշ տեղ։ Շատ լավ է, դու արդեն մոլորության մեջ ես դանտիրած, բայց ասեմ քեզ մեծ սիրով անակնկալ արել, ունես մեծ նվեր ունեք այսօր, որ չես պատկերացնի, բայց անակնկալի մեջ էլի շատ հարազատ քաղցր մարդ կա, որ էլի ուզում է ասիկին քո ձեռքերով ծաղիկներ նվիրես, էլի նվիրի ծաղիկները։ Ապերը դրանք օրտանցներ են այս սրահում, որ մեր զույգը միշտ զգա ձեր հովանավորչությունը, դուք բոլորդ եկել եք որ օգնեք այս գեղեցիկ առիթը տնանք։ Քեփանեք, հետո որ հարսանիք անենք։ Հիմա ես քեզ ուզում եմ մի նվեր տալ, որը ույն ձեռքերում իմ աշխարհի ամենաթանկարժեք կոնյակն է, ասեմ մանակ, հենց այնպես կոնյակ չի։ Ծանոթ ես այս ֆիրմայով։ Հա։ Հələ բաստենակ ճիշտ եմ, բայց ճիշտ եմ ասում։ Հլասա։ Հա։ Իրականում ինքը անգին, շատ թանկարժեք, պատմական նվեր է։ Հենց ես անել, սա հանդիպ է ընդամից։ Դու արդեն գլխի ես ընկել, ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, հələ մի բաց միջև վերջ հլասա։ Տան վկայականը։ Դու կադաստրում ես աշխատում, մի անգամից իմացա։ Հա։ Ծանոթ է։ Դե որ ծանոթ է, ուրեմն հարգելի հավաքված գեղեցիկ մարդիկ, այս պահին մեր Լետոյի ձեռքերի մեջ նվեր է, նվեր տուն հայրական, պապական օջախը, նվերը Լետոյի։ Քանի անկուն գիշեր լուսացրել եմ ու քեզ հիշել, սիրուց այրվելով։ Քանի սիրո հուրեբոց հավարել։ Բայց սա մանե, դուք արդեն տուն ունեք, շուտ արեք ամուսնացեք։ Քանի օտար քամի քեզ փորձել է ինձ տանի։ Եվ անակնկալ արդեն հասկանում ես իմ կողմից է, հիմնականը։ Օրենքներս կողմից։ Ուր է նստել ասում պարել։ Դեյակ չէ։ Ինձ թվում է հիմա պետք է գերտի քեզ ժիգարով, որովհետև նա Ֆրանսիայից հատուկ մեծ սիրով եկել է, որ քո ես նշանադրության գեղեցիկ առիթին նվիրի։
արդեն ամուսնանաս, որ արդեն պետք է ամուսնանաս, հոպարը մտը հարսիկին է գրկում, սես ընդհանուր գրկեք իրար, դուք էլ ծափեր տվեք, Սիրուց այրվելով Քանի սիրո հուրեբոց հավարել իմ մատուրը Դե որոշեմ վերջնական ամուսնանալ թողսը սիրուն նվերներ ունենան Տիգրան Օրեփայ, դու էլ առողջ լինես, լավ լինես, ով էլ չգիտե, ասեմ իմանալ ինձ էլ տուն խոսք տվե Եկեք բոլորս կամենանք քո իրա գործերը այնքան լավ լինի, որ բոլորդ էլ տուն առնի Ինչ պատա որ Անպայման Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն դե քանի որ տնամիները նոր են հավաքվել հնարավոր է մի քիչ Ձեզ հələ տակացած չի մտնոլորտը, խմեք քեֆ արեք ուրախացեք մտերմացեք, որովհետև այդպես ուզում են այսօրվա մեր թագավորն ու թագուհին, Լետոն եւ Մանեն, Արսեն ինչ ես եկել ասում մեր զույգին։ Ինչ ես ասում։ Ուզում եմ շնորհավորել Ստեփան ջան։ Գիտես, իսկապես թե ուզում ես վկայականը վերցնել, այդպես չի լինի, թող մնա Լետոյի մոտ։ Ոնց ասես Ստեփան ջան։ Շնորհակալ եմ լսելու համար, ձեզ դա որ բարձր տրամադրություն եւ վերջին ծափերը ես գտել։ Դու հիմա իմ տունն ես Ստեփան, ինչ կարակացիոն։ Բարև ձեզ, այդ ես էի, հա, ապպես ես вообще չեմ խմում, Ոնց է որ ֆոնի տակա լավ։ սենց է լավ, iPhone-ը էլի ոնց էլ նկարի կլնի, Քեզ մի հատ բան եմ ցույց տալի, նոր գնաս, ու չես տապում։ չէ, Ես ալնեմ, բժերի տակին բայանը մտենց է, չգիտես, Ու դու մենք մեր կապը պետք է պաշտպանենք։ Դու այսօր ես համարը միշտ մոտ դա, Ֆրանսիա էլ է ես Չէ, համարը, ես քեզ համար եմ տալիս էսա։ բայց այդ համարը երևի տանում ես ընդ roaming բանս անում, Այդ համարը գալիս եմ գցում եմ մեջ է։ Դու միշտ կապի մեջ ես ելում քո աղբորի։ ես ինչի չեմպիոն ես, Ջուդոյի մեկ է ջուջուցու։ Դու կապի մեջ ես ելում։ հա, Այսօր ես ջյուդոյի ջիջուցու, ջուջուցու, հա։ ջիջիցու, ջյուդո, աշխարհի բազմակի չեմպիոն Տիգրան, բարեկամս հա, Մենք կապի մեջ ենք Հա։ գնում աղբեր, դու իմ համարատեն հարազատ մարդ ես, Դենց էլ կա։ նույնությամբ էլ ես մամար պատիվ է Տիգրան, բարեկամս, լավ է ուժեղ։ Բարեկամներ վերադառնում ենք պատվերից տուն, քանի որ այսօր մեկ պատվերել եւ ժամանակ ունենք, մենք որոշեցինք բարձրանանք այստեղ մի եկեղեցի կա, մի Սուրբ Աստծո օջախ, որտեղ ես միշտ ուզեցել եմ գնամ, բայց չեմ գնացել այսօր այդ օրն են, որ գնում ենք իրար հետ, այնա երևում է արդեն, շատ լավ է երևում։ Հիմա պետք է գտնենք ճանապարհը եւ բարձրանանք ընկերներ, գնանք։ Էս չէր։ Կաղա էսը չգիտեմ ով անես, հեսա մենք հասկանանք որից է ճանապարհը գնում։ է տակ։ Հիմա ես փորձեմ ստե քարտեզով նայել, առաջ անգամ ենք գնում, պետք է գնանք հավեսով ու նկարի եկեղեցին մոտիկից։ Բարձրանանք մի երկու գեղեցիկ կադր ունենանք, բաց էլ տեսանյութը կարճ չի լինի, հավեսով գնի, էլի։ Ստես ախպերս այնա ճիշտ է, սենց են էր անցել ենք։ Պատտում ենք հետ գնանք առաջի ձախով մտնենք, այս ավտոների շարասյունը տանցնի։ Որոշեցինք այսօր ես ու Հովանեսը բարձրանալ, այդպես բան հիշում եմ։ Հիմա գնանք միասին մտնենք ու առաջանանք ճանապարհներով, համ էլ ճանապարհը կտեսնենք ինչպիսին է, որովհետև վստահ եմ, եթե ես մի բանի մտքով անցնում եմ, շատ մարդկանց մտքով անցած կլինի, ճանապարհն ենք ցույց տալի Հովանես, որ պատկերացնել, կենտրոնամ երկու կողմով էլ կարան գնանք երևի։ Հա, երկու կողմով էլ կարան գնանք, չէ, մենակ այս կողմով աչով կարան գնանք ու գնում ենք, աչով ենք գնում։ Ու ճանապարհի վիճակը ընդհանուր որ երևա մարդիկ իմանան ինչ մեքենաներով գան, եթե ինչ-որ մեկն է ցանկություն կունենա բարձրանալու, անպայման տեսեք ճանապարհի վիճակը, հիմա մենք էլ նենցա որ բարդությունները, բարդ տեղանքը անպայման առանձնահատուկ կնշենք, բայց եթե բարդ տեղ չլինի, ուրեմն այս նմանատիպ ճանապարհը բոլորիս էլ հասանելի է, կարող ենք բարձրանալ, գնալ ու տեսնել Սրբոց նահատակած եկեղեցին։ Հիմա ես ոնց հավաքեմ ինֆորմացիա Սրբոց նահատակած եկեղեցու վերաբերյալ, որ Դավալվասարը կամ Պապասար, Մստոյի սար, Արարատի մարզի Արարատ գյուղի արևելյան կողմում գտնվող բլուր է, որի գագաթին կառուցված է Սրբոց նահատակած մատուռը եւ ոցվել է 2021 թվականի նոյեմբերի 7-ին։ Ստորոտում նախկինում եղել է ջրամբար։ Սարի վրա կան պատերազմական տարիներին կառուցված թաքստոց քարանձավներ։ Այնտեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Կառուցված է հայկական ավանդական եկեղեցական ճարտարապետության կանոններով։ պատմելու բան ունենանք։
ասեմ ձեզ, որ նախ շատ գեղեցիկ տեղում են կառուցված ու անկախ քեզանից ուզում ես բարձրանաս այդտեղ։ Հիմա մենք ուզում ենք պատմություն իմանանք, սրբոց նահատակած եկեղեցի գրենք, թող ասի պատմությունը ինչ որ գրածա, դրա մասին խոսենք։ Իսկ դուք իմացեք այդ մասին, ինֆորմացիա սրբոց նահատակած եկեղեցի։ Ես շատ խորհրդանշական է, որ հենց հարսանիքի նշանդրեկից հետո են գալիս, որովհետև ոչ պակաս սուրբ առիթ էր, սուրբ առիթից հետո սուրբ տեղ գնալը դա օրհնություն է բարեկամներ, մենք էլ մեծ սիրով գնում ենք ու անպայման հիմա ավելի մանրամասն ինֆորմացիա որ հավաքեմ, ձեզ տեղյակ կպահեմ, կասեմ դուք էլ կիմանաք։ Թուրքական նոստոսյանի սրբոց նահատակած եկեղեցի Աղվանո, այս նույն եկեղեցու մասն է խոսքը դրանից չէ երևի։ Բայց ահա որ բարդ հանդելները, տեսիշ, բաձյոմա, տեսար Հովանես, չէ ես ուրիշ է, մեր եկեղեցին գտնենք, սրբոց նահատակած եկեղեցիներ փաստորեն շատ են Հայաստանում, հիմա փորձենք կոնկրետ այս եկեղեցու մասին ինֆորմացիա գտնել, բայց ես բան չեմ կարող գտնեմ, եթե չգտնեմ, հուսանք ընդ վահանակ կլինի, որը կպատմի եկեղեցու մասին, եթե չի լինի վահանակ, ուրեմն ով գիտի, թող մեկնաբանություններում գրի, շատ շնորհակալ կլինենք, կամ եթե աղբյուր կան, դες կոպի փաստանեն դնեն մեկնաբանություններում, մենք էլ մեր հերթին կփորձենք գտնել Հովանես, չէ՞։ Ծիրան գողանակ, ասում եմ մրգի գող չի, երկու հատ գողացի, վայելելով գտնենք։ Հաջողված գողություններ, լտենանք, ապրես, բայց քալա ոնց որ, հա։ Բարեկամներ, սա սրբի ճանապարհին աճած ցոգոլանման բան է, ծիրան, հեսա ճպճպացնելով կուտեմ։ Դերում է դա, սենց լնում, հլնայի ոնց պշակավա։ Դենց այստեղից սկսում է բարդությունները, մինչև ստեղ ինչ ավտոլելի կգա, բայց այստից սկսած արդեն պետք է մտածես ինչ ավտոլ ես բարձրանալու, ճանապարհը կանալու հարմար չի բոլոր մեքենաների համար, բայց դե քանի որ մեր ամենագնացը հաստատ պետք է որ նորմալ բարձրանանք։ Պրտում է Հովանես, պրտում ես, զգում ես, որը ես ինչ է, դե չես կարա սովորական ավտոյով գաս, հիմա մենք էլ ուզած աղայիշն ես կողից նկարես ես արկել, իչի նկար էլի լսից։ ամենաբարդ հատվածն եմ կարծիքով։ Սպաս։ Անապագան
Հայաստանից վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս ավերուլա Հիմա արդեն թեթև ադրենալինի հոսք ստացանք, շարունակում ենք մենք գեղեցիկ տեսարանները նկար, ինչքան էլ բարդ լինի կյանքը ընկերներ պետք է լավ գեղեցիկ տեսարաններով հիանաս եւ այս ճանապարհը 99% off-road-ի թեմա է, նայ Դու չես կարա սովորական ավտոյով գաս միանշանակ, անգամ ես հիմա կհասկացում եմ, որ մեր մեքենան չի գնա, բայց ես ամեն դեպքում կփորձեմ պատկերացնել ստեպ պայթի կամ ծաղկվի, սա քար է ախպեր։ Արա ահա որ ախպեր։ Հիմա այս տեսանյութով նայի կասի ախպեր, եսի գիժը, խիա Porsche-ով եք էստեղ։ Ես էլ եմ հիմա մտածում, ես գիժ եմ, չեմ Porsche-ով եք էստեղ, բայց ընկերներ ոչինչ բարդությունները հենց այսպիսի տեղեր, այս ավտոն սես տեղերը թելու համար է, էլի, ով Porsche-ի մասին բավականաչափ պատկերացում չունի, թող ունենա, որովհետև այստեղ բարձրացած մարդիկ լավ կիմանա, որ ինչ բարդ է, էլի, եթե տեսանյութից կստանաք են, որը այս ինչ հակատանկային փոսերը հիմա արեք, որը այսի պետք է իշնես ախպեր, կայն տենանքից ո՞ր։ Ես չգիտեմ հիմա ինչի համար եմ ես բանն անում, բայց անում եմ։ Հիմա արև պագրիշկի հոտ է գալի։ Հովանես, այ ախպեր ինչ ես նկարում, արի իստեղ ավտո ենք տանջում, դու գնացել ես եսիմ ինչ ես նկարում։ Արա հելանք էլի, իմ արև հելանք, մնմա պագրիշ կես ծակված չլի, արա նկարի էլի ճանապարհ ինչ վիճակ էր։ Ես մտածում եմ պագրիշ կեքի մտարակել է։ Հովո ձենը աստա ձապիսա չէ անում։ Հիմա մնում է վերջի բարձունքը ընկերներ, վերջին բարձունքն ենք բաղթարելու, ասենք էսի ենտեղն է, որ այսքան տեղ եկել ես օրինակ, սես վախենում ես էլ քշես, պետք է չքշես, ուստի սպռաս հետ իշնես, բայց քանի որ մենք ոչինչ չենք անում կիսատ, գնում ենք առաջ ախպեր, Տերը օրհնի մեր ճանապարհը։ Հովոզ գուշ կարմար չխփիկ ես, արի դեմիս նկարի։ Սենց հանգիստ գնում է ջոգիր, շատ հանգիստ։ Ճանապարհի խորհուրդը բորթը նկարի, որովհետև էսի մարդիկ չեն պատկերացնել ինչ ձևի տեղա։ Միանշանակ չէ, ես չէի պատկերացնում ստե ինչ բարդ է, ախպեր։ Իմ արև, որ իմանայիս ես բարդ է կաղա չգայինք։ Porsche Cayenne է եթերում, ընկերներ։ Ես ճանապարհը աշկի սպասարկում են, բայց հիմա սարկած չի ու մենք այդ սանսարկ վիճակով հովոզ գուշ քար չխփի քեզ, հա։ Անիվների տակից անկանոն քարեր են թռչում ու հնարավոր է հովոյին վնասեմ, դրա համար հիմա ավելի շատ հովոյի մասն եմ մտածում, քանի ու ասեմ ձեզ, որ Ելնելը մի բան է, իշնելը մի բան, բարեկամներ, եկանք ասանք
Սրբոց նահատակած եկեղեցի, այսինքն կաքավներ արի նկարի։ Արա կաքավների նկարի թռան, բայ իմ արեմ։ Կաքավներ կան ստե դաշտում ովո։ Դե նստի եթանք արդեն բարդը պրծավ։ Ես վստահ եմ հիմա տեղացի մարդիկ կասեն էսի գիժա, ու Պորշով էս տեղը հելավ։ Արա գիժեմ, բա ինչ եմ ախպեր, ես էլ չպատկերացի որս ես գիժեմ։ Պատահական է լավ։ Որը լրիվը էքստրիմ ախպեր, ես վիդեոն ծերից ծեր էքստրիմ եղավ, ես բլուրը բարձան, իշնելն էլ մի պատմություն է, ովո, քեզ թո չթվա իշնելը հեշտ առնելու։ Բայց նկատենք ջրերն էլ այդքան չի բարձրանում, այսինքն մեքենան իրան լավ ազգում։ Ընկեր ունեմ, ասում ախպեր, իմ ավտովն դե հելել եմ, բայց չի պատկերացնում, բայց ինքը դժվար է այս վիճակով հելածելի, որովհետև այս նենց ինքը հաստատ ավտոն ստե չէր քշի։ Դե մենակ ես կարամ քշեմ այս վիճակով։ Ու մեկ էլ ուրիշ ախպերներ, որ մեքենան այդքան շատ չեն ափսոսում։ Իմաստը հուսամ գոնե վահանակ կլինի, որի վրա կկարդանք պատմությունը եկեղեցու, տենամ չի, տես, դե Վազգեն Սարգսյանի Կիսանդրին, թե չէ, Իվան Գրիգորյան։ Դավալվաս սարը կոչվում է նաև Պապաս սար, Մստոյի սար, Արարատի մարզի Արարատ գյուղի արևելյան մասում գտնվող բլուրը։ Այն հայտնի է իր պատմական և տեղական նշանակությամբ, հանդիսանալով ինչպես բնության, այնպես էլ մշակութային հետաքրքիր վայր։ Բլրի գագաթին գտնվում է սրբոց նահատակած մատուրը, որը հանդիսանում է տեղի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը։ Մատուրը ամբողջությամբ ավարտված չէ և ունի կիսակառույց տեսք, սակայն այնուամենայնիվ ծառայում է որպես ուխտատեղի և այցելությունների վայր։ Դավալվաս սարը հարուստ է նաև պատմական հիշատակումներով։ Տասնամյակներ առաջ Բլրի ստորոտում գոյություն է ունեցել ջրամբար, որի միջով գյուղի բնակիչներին մատակարարվել է խմելու ջուր։ Բացի այդ, սարի վրա կան քարանձավները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ծառայել են որպես թաքստոցներ, հատկապես պատերազմական տարիներին։ Այսօր Դավալվաս սարը պատմական վայր լինելուց զատ նաև սիրված ուղղություն է զբոսաշրջիկների և արշավների սիրահարների համար, որտեղից բացվում է գեղեցկագույն տեսարան դեպի Արարատ լեռը և Արարատյան դաշտ։ Բարեկամներ, սա ինձ համար այն պատմություններից է, որ մտածում էի հեշտ կլինի, բայց պարզապես որ այդքան էլ հեշտ չի նման բարձունք բարձրանալը։ Ես ինձ խաբար տալով կամեցա այլոց համար լույս լինի։ Մասո Արարատցի, ով գիտի պատմությունը եկեղեցու Կիսանդրի, ասեք մենք էլ իմանանք, Աստված պահապան բոլոր պանդուխտ հայորդիներին, ազգ Գրիգոր Զաքարյանի, ԱԶԳ Գրիգոր Զաքարյանի։ Ես չէի պատկերացնում։ Ես ինչ արիմ։ Դե ավտոյի համար լուրջ նագրուսկա էր էսի։ Լավ, ամեն դեպքում անջատենք հոդը ու դրոն հանենք հոդ։ Դրոնով մի հատ պտույտ անենք ախպերս բլուրի վրայից։ Եկեղեցու ներսը նկարի Հովանես։ Դե էտի բոլորի համար եկանք, որ մարդիկ մետպես խամություն չանեն ախպերս, ընդեն բաջոմը բարձրանալը արդեն լուրջ խնդիր է։ Եթե կան մարդիկ, որ գիտեն պատմություններ, որ գրած չի ոչ միտեղ, կարող եք պատմել եկեղեցու մասին, մեծ սիրով կկարդանք, մեկնաբանություններում գրեք։ Իսկ մենք բարեկամներ փորձենք դրոնով հրաշք կադրեր ստանալ։ Ախպերս չի պտուր։
Ակրածա չէ, հուսամ։ Փշեր կան ինչ-որ։ Արեսանով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է, մեր հանապազորյա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես եւ մենք ենք թողնում մեր պարտապաններին, եւ մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, քանզի քոնն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Հիմա բարձրանալը մի պատմություններ իշնելը մի, ով սիրում ես արերուն վարել, անպայման ասածս կփաստի։ Իսկ հիմա մենք փորձում ենք հետ իշնել, որ ամեն ինչ բարեհաջող լինի, էլի։ Եկել ենք, հիմա էլ գնում ենք։ Շատ զգուշ պետք է լինես նման վայրերում, որովհետև սա առանձնահատուկ վարորդական հմտություններ է պահանջում քեզանից, այնպես որ ով փոքր ինչ խամ է մեքենա վարելուց խորհուրդ կտայի չբարձրանա, էլի, որովհետև իսկապես բարդությունները շատ է, ճանապարհը շատ անկանխատեսելի բան է ստե։ Բայց թե այդ ով է տեղյակ, այս ճանապարհը ընդհանրապես սարքում են, թե ոնց կա տենց է միշտ։ Քո կարծիքով սարքում են, ով անես։ Ինձ թվում է դզում են ինչ-որ պահի, բայց հենց 1-2 մեքենա գալիս է տես բուքսավատանում, էլի նույն իրավիճակն ենք ստանում, բայց ստե ուշադիրելի, որտեղ կաքավներ կային, կաղատայինանք նկարենք, էլի շատ սիրուն տեսարաններ, դու ուշ եկար ուղղակի։ Հուսամ արժեր քո ուշ գալը, լավ կադրերս նկարել, սենց հետաքրքիր ձևի։ Հիմա առաջին բարդ թեքությունն ենք իշնում։ Դարած դրսից էլ նկարես, որ ավելի հետաքրքիր է, էլի այս պահը։ Նայ մարդ չի երևում տակը։ Բա պատկերացնես հիմա մտ ավտո ելնի դեմներս։ Ընկերներ, այստեղ ադրենալինի
պակաս չես ունենա, եթե գաս, այնպես որ ով կարող է թող գա։ Մեքենան իրան 5 պլյուս է պահում, հա, շատ լավ է պահում, ուժեղ։ Լիքը մարդու մոտ տպավորություն է, որ Porsche սարերի ավտո չի, բայց տես չի, էլի։ Կարա, սաղբեր, ոնց չես կարա։ Որ սպասեմ, էլի։ Ստե կարելի է սեզոն կազմակերպել օֆրոդով գան հելնեն, ուստե լիքը մարդիկ հավաքվեն, տենան ով ոնց է բարձրանում։ Զուտ հետաքրքրության համար։ Երևում է, որ ճանապարհը շատ վատն է։ Մեքենան ուղղակի սահում է, ընկերներ, իսկ մենք տեր ենք կայնում սահածին։ Հովանես զգուշ էլի, կաղասես պարյամը ուիշնեն գնանք, հա։ Որա հա որ քարեր է, այսի պագրիշկա պայթիսնող քարեր է, հա։ Պագրիշկը կսել նոր եմ կցե տակը, հիմա հարց է, ծակիմ թե չէ։ Ձայները լսվում է, չէ երևի ավտոն սողում է։ Հիմա արև հասնում ենք են ամենա բարդ տեղերից մեկը, սիրուն տեսարանն էլ նկար, էլի։ Արա այստեղ կինոն, աղբեր, ստե ես հելնելուս մտածում էի ոնց եմ իշնելու, հիմա իշնելուս մտածում եմ ոնց եմ իշնելու։ Որ այնքան անհարմար է չես պատկերացնում, պագրիշկեն որը որտեղ գցես, որ մաքսիմում ճիշտ լինի, էլի։ Սկսավ սողալը։ Չվախենաս Հովանես։ Ես եմ վախում, դու չես վախում։ Որը իմ արև ասենք ներքևից չեմ պատկերացնում, ինչ հակատանկային փոսեր է աստե։ Ասենք չէի պատկերացրի ես, որ ստեսես կարալի։ Որը ստե մի քիչ վատ ավտո ուլի, գլուխդ կուտես աղբեր։ Սուր քար կան դե տենում ես, չէ՞։ Ես տենում եմ նրան ու անտեսին։ Եթե ես բարդ հատվածները հարթեցվեն, ինձ թվում է ցանկացած մեքենա էլ դուրս կգա, բայց քանի չեն հարթեցել է, ահավոր է։ Երևում է, չէ՞, փոսերը կադրի մեջ իմ արև։ Իսի դաժե ուղիղ տեղը անցնելը դժվար փոսերա ջոգիր, մենք եկանք հելանք, ախպեր, ստից հելել ենք, ախպեր, ես չեմ հավատում աշկերիս։ Արա ուրիշ ավտո է, էլի Porsche։ Դրա համար շատ եմ սիրում Porsche-ին։ Դնում ես ոնց է խաղացնելով տանում մեզ։ Մենք ստե ոնց է տան, որ ճիշտ էլի, սենց եմ եկել, հելը նայի մոտիկ եմ անցնում։ Զգուշ հիմա իշնելու է Զախյանը։ Ահա։ Լավը որն է, հով ասիմ էլ նայի, պագրիշկես կպավ քարի զգացի։ Որա շատ ուժեղ են սարքի, հա, մետ պռոմղ չի տալի։ Որա շատ լավ է եթում, հա։ Ուժեղ ավտո են սարքի, հա։ Հաչ։ Ախպերը սնենց է գալիս է մարխային։ Հենց իրանը մեզ փրկեց, հա, հենց իրանը չուտենք չենք կարա հելնենք։ Որա իշ լավան նկարինք, բայց հելնել է իմ արև։ Այստեղից ես մտածի, որ այս տիպի բաներ ալելու, բայց ավելի ես ես կոմով չէ եկա հելը աղբեր։ Այնպես որ բարեկամներ գալու կլինեք ոտքով բարձրացեք, կամ էլ ամենագնացով, կամ էլ Porsche-ով, որովհետև շատ մարդկանց համար Porsche ամենագնաց չի, բայց սենա տենում եք, ձեր աչքերով եք տենում, որ ուժեղ էլ ամենագնաց այն, որ ես չէի պատկերացնում իրանից սես տեխնիկա, բայց ինքը ապացուցեց, որ կարա ու իրա վեջին չի, այստեղ իշնում եմ ու մեծ-մեծ սկսեմ փրթել։ Տեսեք, սես պայմաններում ինքը իդեալական իրան պահեց, դնում ենք նիտրալ, նայից նկարի ես պահերը, որ դնում ենք նիտրալ ու անջատում ենք իրա այդ ցեպերը, էլի, ահա, վсё, պետք է որ դզվավ հիմա, վերջելավ սովորական ասֆալտի քշելու ավտո։ Բարեկամներ, դե ինչ, տեսակ մեզ մոտ ամեն ինչ լավ ստացվեց, եթե հավատով ես գնում ճանապարհը ինչքան էլ բարդ լինի, իմացեք, որ ձեր ուզածին կհասնեք։ Իսկ մենք մեր ուզածին հասանք, բոլորով միասին Աստծո օրհնությամբ լինենք,
մեր կադրում է հիմա Սուրբ Լեռը Արարատը, նրան նայելով, հպարտանալով ու հիանալով գնում ենք Եղեգնաձոր։ Լավ մնացեք, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք մեր տեսանյութերը, իսկ մենք ձեզ համար ցես գեղեցիկ հետաքրքիր բաներ միշտ կկազմակերպենք։ Մտնենք հաջորդը, որտեղ ենք հետում գերավենք Հովանես։ Վախեցել եք, չէ՞ մի քիչ։ Հալավ ասա մի քիչ վախացել, ասա մի քիչ ախպեր։ Եթե դու մի քիչ չվախենաս, ուրեմն քո մոտ ամեն ինչ նորմալ չի։ Ոնց կարող չվախենաս, ախպեր ընդ։ Դու պատկերացնում ես ընդ որ մեկ չլներ բարձանալ, ֆռալու տեղ էլ չկար, հա։ Ոսկե այդտենց ահավոր վատ տեղեր էդի։ Ամեն դեպքում Porsche 100%-ով լավ աշխատեց, ես չէի սպասում, որ սես կաշխատեր, դուրս եկավ։ Դե գնացինք, լավ, ում դուր եկավ տեսանյութը, կապույտ տրակտորը վկա, լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք, շատ եմ սիրում բոլորի, լավ եղեք և առողջ, գնացինք։